10 միլիարդ դրամ վարկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը 200 միլիոն հեծին որոշումներն ընդունվել են կառավարության այսօրվա նիստում։ Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը խոսել է հայ-իրանական երկաթուղու հնարավոր կառուցման մասին։ Վարչապետի հետ կմեկնեն Չինաստան։ Մենք օրինակ երբեք չենք հայտարարել, որ դա շատ հեշտ է կառուցվելու եւ շատ լուրջ խնդիրներ չունի։ Բայց դատարկ երկինք, բաց երկնքի քաղաքականություն իրականացնող Հայաստանում քաղաքացիները գերադասում են մեկնել Վրաստանից, այդպես անհամեմատ մատչելի է։ Քաղաքական կոռուպցիայի ամենաերևելի դեմքերը գտնվում են հենց կառավարության կազմում, ովքեր տարիների ընթացքում տպավորիչ հարստության տեր են դարձել։ Ինչպես են պայքարելու կոռուպցիայի դեմ, սա անհավանական է համարում վերլուծաբան Ստեփան Սաֆարյանը։ Թայլանդի ոստիկանությունը որոնում է 22 մարդու կյանք խլած պայթյունն իրականացնող ահաբեկչին։ Քննիչներն իրենց ձեռքի տակ ունեն հանցագործի պատկերը։ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբից հայտնել են, որ Ուկրաինայի սահմանին 50,000 ռուսաստանցի զինվորականներ են տեղակայված։ Իսպանիայում հուլիսի սկզբից ցլավազքի զոհ է դարձել 7 մարդ։ Այսօր տեղի ունեցավ կառավարության հերթական նիստը։ Նկատենք, որ կառավարության նիստերը սովորաբար տեղի են ունենում 5-շաբթի օրերին, սակայն գործադիրի անդամները որոշել էին այսօր նիստ գումարել։ Իսկ պատճառն այն էր, որ Հովիկ Աբրահամյանը մեկնում է արձակուրդ։ Նշենք, որ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը երբ մեկնում էր արձակուրդ, վերջինից փոխարեն նիստերն անցկացնում էր փոխվարչապետը։ Հովիկ Աբրահամյանն ակնհայտորեն շտապում էր եւ օրակարգային մի քանի հարցեր նախարարներին առաջարկում էր միասին զեկուցել։ 15, 16, 17 հարցերը միասին զեկուցեք, օրինակ դիմելով արտարադատության փոխնախարարին նշեց Հովիկ Աբրահամյանը, իսկ կառավարության նիստում հարցեր չէին հնչում եւ որոշումները ընդունվում էին միաձայն։ Մինչ նիստի օրակարգի հաստատումն էլ Հովիկ Աբրահամյանը հանդես եկավ հայտարարությամբ։ Վարչապետը հիշեցրեց, որ շուտով սեպտեմբերի 1-ն է եւ որպեսզի հատկապես առաջին դասարանցիների համար օրը հիշարժան դառնա, հանձնարարեց կրթության գիտության նախարարությանը Երևանի քաղաքապետին Արմեն Երիցյանի ղեկավարած կառույցին ու մարզպետներին միջոցառումները պատշաճ կազմակերպել։ Կառավարության նիստում ընդունվեց որոշում, համաձայն որի գործադիրը շուրջ 10 միլիարդ դրամ վարկ կհատկացնի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը։ Որոշման նախագիծը ներկայացնող ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը նշեց, որ վարկը տրամադրվում է 8.5% տոկոսադրույքով մինչև 2020 թվականը մարման ժամկետով։ Բյուջետային վարկ տրամադրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանը 2015 թվականի 3-րդ եռամսյակում պետական բյուջեից կայունացման դեպոզիտային հաշվի միջոցներից բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման վարկերի փոխհատուցումների տրամադրում հոդվածով 9 միլիարդ 600 միլիոն դրամ գումարի չափով մինչև 2020 թվականի սեպտեմբերի 10-ը միանավագ մարման ժամկետով։ Կառավարության Վազգեն Սարգսյան 3 հասցեում կառուցվող նոր մասնաշենքը էլեկտրական ցանցերին միացնելու նպատակով գործադիր է 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահոստային ֆոնդից 2015 թվականի 9 ամիսներին կհատկացնի 200 միլիոն դրամ։ Նման որոշում եւս կայացվեց տեղի ունեցած նիստում։ Հիշեցնենք, որ կառուցվող նոր մասնաշենքում կտեղակայվեն էներգետիկայի եւ բնական պաշարների, ինչպես նաեւ արտաքին գործերի նախարարությունները։ Կառավարությունը նիստում հաստատեց նաեւ Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջև կնքվող երկու արձանագրությունների մասին որոշման նախագիծ։ Արձանագրություններից մեկը սահմանում է գազի վաճառքի գին $165 2015 թվականի համար, երկրորդ արձանագրությամբ հանձնարարվում է իրավասու մարմիններին նախապատրաստել ֆինանսական հաշվարկի եւ հաշվառման մոդել մինչեւ նոյեմբերի 1-ը հետագա կիրառման համար։ Հովիկ Աբրահամյանը հետաքրքրվեց, թե արդյոք աշխատանքային խումբ ստեղծվել է, ինչին Երվանդ Զախարյանը պատասխանեց դրական, հավելելով, թե ներկայումս շարունակվում են աշխատանքները, որի արդյունքները կներկայացվեն ազգային ժողովի հաստատմանը։ Կառավարության նիստն այսքանով ավարտվեց, գործադիրի անդամների շատերը փորձում էին լրագրողներից աննկատ հեռանալ։ Որոշ հարցերի պատասխանեց կապի եւ տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը, ինչ փուլում է գտնվում Հայաստան-Իրան երկաթուղու շինարարությունը։ Բեգլարյանը հայտարարեց, թե Աբրահամյանի հետ կմեկնեն Չինաստան, որոշակի դժվարություն կան։ Մենք օրինակ երբեք չենք հայտարարել, որ դա շատ հեշտ է կառուցվելու եւ շատ լուրջ խնդիրներ չունի։ Մենք միշտ հայտարարել ենք, որ մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի այդ դժվարությունները հաղթահարենք։ Դա բոլորիս է անհրաժեշտ։ Իսկ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն էլ հերկեց տեղեկությունները, թե հայկական կողմը պատրաստվում է Սևանա լճից Իրանին ջուր մատակարարել։ Հիշեցնենք, որ օրեր առաջ լրատվամիջոցներում լուրեր տարածվեցին, որ Իրանը մտադիր է Հայաստանի եւ Վրաստանի ջրամբարներից ջուր գնել երկրի հյուսիս-արևմտյան Ուրմիա լիճը վերականգնելու համար։ Նման համագործակցության համաձայնագիր գոյություն չունի, ժողովուրդ։
Հավելենք, որ գործադիրի մյուս անդամները կառավարության շենքը լքեցին հակառակ մուտքից։ Կառավարության հաջորդ նիստը տեղի կունենա ուրբաթ, երբ Աբրահամյանն ու իր կաբինետի անդամները հանգստից վերադարձած կլինեն։ Մինչ հայերը շարունակում են հանգստյան թեժ շրջանում արտասահման մեկնել Վրաստանից, գործադիրը շարունակում է պնդել, թե զբաղված է հայկական ավիաշուկայի մրցակցության բարձրացմամբ։ Վարչապետ Հովիկ Աբրահամյանն անգամ այս նպատակով օգոստոսի 5-ին միջազգային դոնոր կազմակերպությունների հետ հանդիպմանը հետագա օժանդակության մասին է խոսել եւ ի պատասխան լսել միջազգային կառույցների գործադիրին աջակցելու պատրաստակամության մասին։ Հիշեցնենք, 2013 թվականին կառավարությունը հայտարարեց բաց երկնքի քաղաքականության մասին, բացատրելով, որ դա ենթադրում է ազատականացված մրցակցային դաշտ, որտեղ ցանկացած տնտեսվարող կարող է գործունեություն ծավալել Հայաստանում։ Արդյունքում պետք է նվազեին ավիատոմսերի գները, շատանային չվերթների ուղղությունները, բարձրանար ուղևորներին մատուցվող ծառայությունների որակը։ Փոխարենը եղավ հետևյալը. Հայաստանում գործող Արմավիա միակ ազգային ավիափոխադրողը հեռացավ ոլորտից, իսկ բաց երկնքի քաղաքականությանը միացած միակ հայկական Air Armenian չդիմացավ մրցակցությանը։ Վերջին ամիսներին շուկայից հեռանալու մասին հայտարարեցին նաև մի քանի միջազգային ավիափոխադրողներ։ Այժմ ոլորտի ներկայացուցիչները բարձրաձայնում են բայց դատարկ երկնքի քաղաքականություն է ստացվում։ Miracle տուրիստական ընկերության ներկայացուցիչ Արթուր Կարապետյանը Գալայի հետ զրույցում նշեց. Ավելի մատչելի է ստացվում Թբիլիսիի օդանավակայանից թռչելը։ Մարդիկ ասում են, որ եթե տարբերությունը գոնե քիչ լիներ, կնախընտրեին մեկնել Երևանի օդանավակայանից, որպեսզի լրացուցիչ դժվարություններից, անհարմարություններից խուսափեին։ Լրացուցիչ 5-6 ժամ ճանապարհ են գնում։ Իրավիճակն առավել վատացավ, երբ վերջին շրջանում մի քանի ավիափոխադրողներ եւս դուրս եկան շուկայից։ Օրինակ, այս սեզոնի համար ծովափնյա հանգիստ նախընտրողներից շատերը մեկնում են Եգիպտոս։ Եթե մեկ անձի համար միջին փաթեթը Հայաստանից կկազմի $550-ից $600, Թբիլիսիից դա կազմում է 370-ից 430 ընտանիքով մեկնողների համար։ Սա արդեն բավականին մեծ տարբերություն է ստացվում։ Ներկայումս շուկայում գերիշխող են մնացել ռուսական ավիաընկերությունները, ինչը հանգեցրել է ել ավելի թանկ գների։ Միջազգային ուսումնասիրությունները փաստում են, որ ստեղծված պատճառներից մեկն էլ այն է, որ զվարթնոցում օդանավի կայանման սակագներն ամենաբարձրն են տարածաշրջանում։ USAID-ի ուսումնասիրության համաձայն ցերեկային ժամերին զվարթնոցում Aerobus-a 320 օդանավի կայանման համար ավիափոխադրող ընկերությունները ստիպված են վճարել 2 անգամ ավելի, քան Թբիլիսիում եւ Ստամբուլում։ Այս ցուցանիշով ի դեպ զվարթնոցը գերազանցում է նաև եվրոպական մի շարք քաղաքների, այդ թվում Պրահայի, Վիեննայի, Մյունխենի օդանավակայաններին։ Ժառանգություն կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը Գալայի հետ զրույցում խոսելով հայտարարված բաց երկնքի քաղաքականության եւ ստեղծված իրավիճակի հակասության մասին ասաց. Իսկ ինչպես ստացվեց, որ ասում ենք ազատ մրցակցային տնտեսություն, բայց ամբողջն օլիգոպոլիաներ ու մոնոպոլիաներ են։ Նույն կերպ, ինչպես որ Հայաստանը հռչակված է ժողովրդավարական սոցիալական պետություն, բայց իսպառ բացակայում են ժողովրդավարական ինստիտուտները, որոնցից գլխավորն ընտրություններն են։ Դա նրանից է, որ գործադիրի քայլերն իրականում հռչակված քաղաքականության ուղղությամբ չեն տարվում։ Թեև բաց երկնքի քաղաքականության հայտարարություն է արվում, բայց այնպիսի գործադիր որոշումներ են ընդունվում, որի արդյունքում տոմսերն այնքան թանկ են լինում, որ քաղաքացիները նախընտրում են Վրաստանից թռչել։ Նշենք, որ Հայաստանի իշխանությունները Վրաստանի հետ Հայաստանի համար ոչ շահեկան համեմատականներին որպես հակափաստարկ նշում են այն, որ բաց երկնքի քաղաքականության կայացման համար ժամանակ է անհրաժեշտ։ Հիշեցնում են, Վրաստանը դեռ 2005-ին հայտարարել է նման քաղաքականություն։ Արմեն Մարտիրոսյանը սակայն չի գտնում, որ Հայաստանի պարագայում ժամանակը կօգնի, եթե Հայաստանի իշխանությունները շարունակեն նույն ձեռագրով աշխատել։ Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար վերլուծաբան Ստեփան Սաֆարյանի հետ Գալան զրուցել է կառավարության ստեղծած կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի վերաբերյալ։ Հիշեցնենք, հանձնաժողովի աշխատանքների համար Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալությունը $750,000 գումար է տրամադրել կառավարությանը։ Ընդդիմադիր քաղաքական ուժերից սակայն միայն ԲՀԿ-ն որոշեց մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին։ Հասարակության լայն շերտերին ծանոթ եւ հեղինակություն վայելող հասարակական կազմակերպությունները եւս չէին համաձայնել մաս կազմել, ինչպես իրենք էին նշում այդ շոուին։ Վերլուծաբանի կարծիքով կառավարությունը շատ լավ գիտի, որ քաղաքական կոռուպցիայի ամենաերեբելի դեմքերը գտնվում են կառավարության կազմում։ Այնտեղ ընդգրկված են մարդիկ, ովքեր տարիների ընթացքում շատ տպավորիչ հարստության տեր են դարձել, լինելով ընդամենը պաշտոնյա։ Սա թերևս արդեն վկայում է, որ կոռուպցիա ման գալու համար ամենևին հանձնաժողով պետք չէ։
Անցած տարի Հայաստանի վերաբերյալ հրապարակվել է Եվրամիության առաջընթացի զեկույցը, այդ զեկույցը ի տարբերություն նախորդ տարիների կարելի է ասել տեղին քարտ է ցույց տվել Հայաստանին, արձանագրելով, որ սահմանափակ առաջընթաց է եղել պարտավորությունների կատարման ընթացքում։ Կառավարությունը հասկանում է, որ հատկապես Հայաստանի արտաքին քաղաքական կուրսի փոփոխությունից հետո ավելի խիստ զեկույցներ կլինեն, որոնք կազդեն Եվրամիության զեկույցների վրա եւ կպակասեցնեն քաղաքական ու ֆինանսական աջակցությունը Հայաստանին եւ Հայաստանի կառավարությանը։ Հետևաբար ճարերը ամեն ինչ անում են, որ հաջորդ տարվա զեկույցում խիստ քննադատության չարժանանան։ Հարցին թե փաստը, որ ընդդիմադիր ուժերը բացառությամբ ԲՀԿ-ի եւ հեղինակավոր հասարակական կազմակերպությունները հրաժարվեցին մասնակցել այդ աշխատանքներին, ինչպես կանդրադառնա հանձնաժողովի վարկանիշի վրա եւ կարող ենք ենթադրել, որ մասնակցություն ցուցաբերած կառույցները լեգիտիմություն են հաղորդում կառավարության կորուսնեությանը, Ստեփան Սաֆարյանը նշեց։ Կառավարությունը հույս ուներ, որ կկարողանա միամիտ հասարակական կազմակերպություններ գտնել, որոնք նախկին տարիների նման կներգրավվեն պայքարի մեջ եւ ինքը դա կօգտագործի որպես շղարշ, իմիտացիա, Եվրոպայի առաջ իր ստուգարքը հանձնելու համար, որ ասի, որ տեսեք, մենք հանձնաժողով ենք ստեղծել, որի մեջ կան նաեւ ՀԿ-ներ։ Քանի որ Հայաստանի ՀԿ-ներն արդեն բավականին փորձված են այս դաշտում եւ արդեն գիտեն, թե ինչպես են իրենք օգտագործվում պետք եղած ժամանակ, բնականաբար խուսափեցին մասնակցել եւ մաս կազմել այդ իմիտացիային։ Այդ ստուգարկը ստանալու համար այս հանձնաժողովը այնուամենայնիվ ինչ աշխատանք է տանելու, Սաֆարյանը վստահ է, կոռուպցիայի դեմ չի պայքարելու, որովհետև չի կարող ինքն իրեն կպչել։ Կարող է կպչել ցածր մակարդակի ինչ-որ օղակների ուղակի ինչ-որ օրինակներ ստեղծելու համար, այսպես ասած, քավության նոխազներ կստեղծի, եւ կարող է օրենսդրական նախագծեր ստեղծել եւ դրանք ներկայացնել որպես կոռուպցիայի դեմ պայքարն ուժեղացնող քայլ։ Այստեղ խնդիրը հետեւյալն է լինելու. 1 տարի հետո Եվրոպան ինչպես է կազմելու իր զեկույցը, ինչպես է գնահատելու։ Ռիսկերը Հայաստանի կառավարության համար շատ են, որովհետեւ այդ զեկույցում քննադատության է ենթարկված Հայաստանի տնտեսության ոչ դիվերսիֆիկացված լինելը, Ռուսաստանի տնտեսությունից կախված լինելը, որի արդյունքները զգում է հասարակությունը։ Խոշոր հաշվով այս կառավարությունը մեծ խնդիրներ ունի ոչ միայն երկրի ներսում, այլ նաև երկրից դուրս, եւ այդ զեկույցը դրա վկայությունն է։ Օգոստոսի 4-ին Մայրաքաղաքի Երևանի բժշկական կենտրոնում մահացավ գյումրեցի 23-ամյա Ջուլիետա Գասպարյանը։ Նշենք, որ երբ 25 շաբաթական հղի Ջուլիետայի առողջական վիճակը վատացել է, Գյումրու ծննդատնից նրա հարազատներին խորհուրդ են տվել ծննդկանին տեղափոխել Երևան։ Սկզբում դիմել են հանրապետական հիվանդանոց, այնուհետև Ջուլիետային տեղափոխել են Երևանի բժշկական կենտրոն, որտեղ սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել թե փոքրիկի եւ թե Ջուլիետայի կյանքը։ Կատարված դատաբժշկական փորձաքննության արդյունքներով հղի կինը մահացել է սրտի արատից։ Լուրերը, թե Ջուլիետան մանկուց սրտի արատ է ունեցել, հնչեցին ծննդկանի մահից անմիջապես հետո։ Այս կերպ փորձարվեց 23-ամյա կնոջ մահվան գործն անմիջապես փակել։ Այսպես են կարծում մահացած կնոջ հարազատները։ Վերջիններիս մատնանշած հանգամանքները ստիպեցին համապատասխան մարմիններին կատարել գործի լրացուցիչ քննություն։ Ջուլիետայի մորեղբայրը Կալային ներկայացրեց Ջուլիետա Գասպարյանի մահվան բժշկական վկայականը եւ պոլիկլինիկայից վերցված բժշկական փաստաթղթերը, որտեղ սրտի արատի մասին ոչ մի գրառում կյանքի առաջին օրերից սկսած մինչև հասուն տարիք չկա։ Սա ներկայացնում են որպես ապացույց, որ երբևէ Ջուլիետան նման գանգատներ չի ունեցել։ Խնդիրներ նկատվել են միայն հղիության շրջանում, երբ ծննդկանը սկսել են իհարել։ Ուշագրավն այն է, որ թեև քննչական կոմիտեի տարածած տեղեկությունների համաձայն Ջուլիետա Գասպարյանի մահվան դեպքի առթիվ Երևանի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախապատրաստվել են նյութեր, որի ընթացքում միջոցներ են ձեռնարկվել պարզելու մահվան պատճառը, բացատրություն վերցվել հարազատներից, վերջիններս պնդում են, որ որևէ մեկը չի հանդիպել իրենց հետ եւ միջադեպից հետո որևէ քննիչ չի այցելել եւ չի զրուցել։ Հավելենք, որ մահացած ծննդկանի հարազատներն ունեն փաստաբան, ով առաջիկայում ներկայացնելու է իրենց բողոքը համապատասխան մարմիններին։ Թուրքիայի ընդդիմադիր հիմնական ուժի առաջնորդը հրաժարվել է դաշինք կազմել Արդարություն եւ Զարգացում իշխող կուսակցության հետ, միաժամանակ դեմ հանդես գալով նաեւ արտահերթ ընտրությունների անցկացմանը։ Այդ մասին հայտնել է Ահմեդ Դավութօղլուն Դևլետ Բաղչելիի հետ բանակցություններից հետո։ Վարչապետը նշել է, որ առաջիկայում խորհրդակցություն կանցկացնի նախագահ Էրդողանի եւ կուսակցության անդամների հետ ու կորոշեն իրենց հետագա քայլերը։ Արդարություն եւ Զարգացում կուսակցության ղեկավարը հայտարարել է նաեւ, որ պատրաստ է վայր դնել կոալիցիա կազմելու համար նախագահի կողմից իրեն տրված լիազորությունները։ Թուրքիայի իշխող կուսակցությունը դերևս մի քանի օր ունի կոալիցիա ձևավորելու նպատակով բանակցություններ վարելու համար։ Եթե դրանք անարդյունք ստացվեն, ինչը շատ հավանական է, ապա խորհրդարանը կամ նախագահը ստիպված կլինեն արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշում ընդունել։
Թայլանդի ոստիկանությունը որոնում է 22 մարդու կյանք խլած պայթյունն իրականացնող ահաբեկչին։ Քննիչներն իրենց ձեռքի տակ ունեն հանցագործի պատկերը, ով կասկածվում է Բանգկոկի կենտրոնում ահաբեկչության կազմակերպման մեջ։ Թայլանդի վարչապետ Պրայութ Չան-օչան հայտնել է, որ կա կասկածյալ, ում տեղաշարժն արձանագրել են տեսախցիկները։ Վերջին տվյալներով պայթյունի հետևանքով վիրավորվել են 123 քաղաքացիներ, որոնց մեծամասնությունը Չինաստանից եւ Թայվանից ժամանած զբոսաշրջիկներ են։ Հիշեցնենք, որ Բանգկոկի կենտրոնական գործարար թաղամասում Էրավան կոչվող տաճարի մոտ գործի էր դրվել պայթուցիկ սարքը, ինչի հետևանքով զոհվել էր 22 մարդ։ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբից հայտնել են, որ երկրի սահմանին 50,000 ռուսաստանցի զինվորականներ են տեղակայված։ Ինչպես հայտնի է դարձել, Ուկրաինայի եւ Ռուսաստանի պետական սահմանին 50,000 ռուսաստանցիներ կան։ Այսպիսով այդ երկիրը փորձում է ճնշում գործադրել ուկրաինական կողմի վրա, որը զբաղեցնում է սկզբունքային ամուր դիրքորոշում Մինսկի բանակցություններում, հայտնել է գերատեսչության խոսնակ Վլադիսլավ Սելեզնյովը։ Կիևը եւ արևմուտքի երկրները մեղադրում են Ռուսաստանին Դոնբասի հակամարտությանն անմիջական մասնակցություն ունենալու եւ ինքնահռչակ հանրապետություններին զինված աջակցություն ցուցաբերելու մեջ։ Մոսկվան բազմիցս հերքել է, թե զինված հակամարտությանն իր ունեցած մասնակցությունը, թե ուկրաինական սահմանին զինվորականների տեղակայման փաստը։ Իսպանիայում հուլիսի սկզբից ցլավազքի զոհ է դարձել 7 մարդ, նրանցից 4-ը մահացել են անցած հանգստյան օրերին Սուրբ Բարեխոսի տոնին նվիրված միջոցառումների ժամանակ։ Դժբախտ պատահարները պարբերաբար տեղի են ունենում Էնսիերոյի իսպանական ազգային այդ ավանդույթի ժամանակ, երբ կատաղած ցլերին բաց են թողնում փողոց եւ վազում նրանց առջևից։ Համարյա ամեն տարի ցլավազքին մասնակցողներից մի քանիսը ծանր վնասվածքներ են ստանում, սակայն 7 զոհը 1.5 ամսվա ընթացքում Էնսիերոյի ժամանակ արտառոց մեծ թիվ է։ Մահվան դեպքերը տեղի են ունեցել Իսպանիայի տարբեր շրջաններում։ Նավարայում ցլի զոհ էր դարձել 18-ամյա մի երիտասարդ, իսկ Պենյաֆիելում քաղաքապետի 36-ամյա խորհրդականը։ Ցլավազքը կամ Էնսիերոն համարվում է Իսպանիայի տոների եւ մրցույթների ամենակարևոր մասերից մեկը։ Նշենք, որ կենդանիների պաշտպանները հաճախ են ցույցեր անցկացնում Էնսիերոյի եւ ցլամարտերի ավանդույթի դեմ։ Անցյալ տարվա ընթացքում Իսպանիայում այդ միջոցառումների ժամանակ սպանել են ավելի քան 7200 ցլերի։ Երկրում ամեն տարի անցկացվում է ավելի քան 2000 ցլամարտ։